Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, 21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ես եւ Ռեժի ինչպես միշտ մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված եկել ենք, որպեսզի արթնանանք ձեզ հետ միասին, իսկ այդ հարցում իհարկե մեզ կօգնի լավ երաժշտությունը։ Այս պահին ընդհատվենք գեղեցիկ երաժշտությամբ, արթնացեք եւ մնացեք մեր եթերին միացված։ Թե ինչ վերադարձանք երաժշտությունից, կարծում եմ շատերի հարցն է, ինչ պատրաստել այսօր, ինչ եփել թափել, դպրոցի հետ կապված էլ խնդիր չունենք արդեն եփեք, բայց մի թափեք անպայման։ Երեխեքը մտածում են ինչպես են վայելելու իրենց ամառային արձակուրդները եւ ինչ հետաքրքիր բաներով կարող են օրը լցվել, բայց ես խորհուրդ եմ տալիս միշտ կարդացեք սիրելիներս, ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ուր էլ գնաք, ինչքան ազատ ժամանակ ունենաք, կարդացեք, որովհետեւ ասում է կյանքը հասկանալու համար հարկավոր է մեկ գիրք, իսկ այդ գիրքը գտնելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք։ Իսկ ինչպես ասել է Լենինը, սովորել եւ սովորել, չէ՞ Անահիտ ջան։ Մի խոսքով եւս մեկ տեսալվակ դիտենք, որից հետո ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր ու էլի գրքերից հեռու չենք գնալու այնպես որ գնացինք։ Եվ այսպես վերջերս ընթերցողի սեղանին է դրվել Ռուզաննա Բագրատունյանի հեղինակած Համր կինոյի Խոսուն կանայք երկլեզու հայերեն եւ անգլերեն հանրամատչելի ժողովածուն։ Այսօր հեղինակը մեր տաղավարում է, հեղինակ լրագրող Ռուզաննա Բագրատունյան, շտապում ենք ողջունել բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ առավոտյան ժամանակ եք գտել գալու մեզ հյուր այսպիսի նորությամբ։ Հետաքրքիր է ինչ բերեց ձեզ եւ ինչու հենց Համր կինոյին որոշեցիք անդրադառնալ, անել կանանց։ Դա շատ երկար նախապատմություն ունի, որ պատերազմից առաջ նույնիսկ 20 թվականի, բայց մինչ այդ ես այլ գիրք էի անում։ Նրանց ժամանակը 2022 թվականին գիտեմ, որ Արցախյան պատերազմում իրենց մասնագիտական պարտքը կատարած բժիշկներին էր նվիրված։ Այո, եւ պատերազմից հետո շատ ծանր կացություն եղավ այդ գիրքը շարունակելու,
շատ քիչ էր մնացի, այնուամենայնիվ ես դա ավարտեցի, բայց իմ կանանց գիրքը ավելի վաղ մտահաղացում էր, անկեղծ ասած մտահաղացումը վերաբերում էր կատալոգին կինոգործիչների համրից մինչև մեր օրերը, այդուհանդերձ ես սկսեցի համրից եւ հասկացա, որ պետք է գիրք լինի, որովհետեւ նյութը եւ սուղ էր եւ հետաքրքիր էր։ Եվ սկսվեց այդ ուսումնասիրությունը, դա 1 տարվա խնդրեմ գիրքը։ Եկեք նաև ցուցադրենք, հա։ Համր կինոյի խոսում կանայք, վերնագիրն արդեն հետաքրքիր է, որովհետև այդ համր լինելու մեջ ու լռության մեջ երբեմն այնքան խոսք կա ու ասելիք կա, որի մասին նաև ավելորդ են լինում երբեմն, բայց միայն կադրում երևացող կանանց դերասանուհիների մասին չի, նաև այն կանանց, որոնք կադրից դուրս են աշխատել։ Այո, 24 թվականից, երբ որ սկսվեց Պետլուս կինոյի այդ միավորումը ստեղծվեց, սկսեցին աշխատակիցներ ընդունել եւ կանանց ամենատարբեր մասնագիտություններով աշխատել են, չունենալով այդ մասնագիտական կրթությունները եւ այդպես կարողացել են այսինքն մինչ այդ ներողություն մինչ այս կանանց հա այսպիսի առանձնահատուկ որպես առանձնացող հա վերաբերմունք կինոյում իրենց դերի իրենց ունեցած նշանակության մասին նմանատիպ կարծես թե աշխատություն չենք ունեցել ոչ մենք չենք ունեցել ընդհանրապես համր ֆիլմերի մասին եղել են համր շրջանի մասին բայց առանց կանանց որ առանց չեն եղել սա շատ հետաքրքիր ուսումնասիրություններ, որտեվ բացահայտվեց շատ ու շատ Ինչ ուզեցաք, այդ եմ ուզում հարցնեմ, ինչ ուզեցաք ցույց տալ, էլի հարգանքի տուրք է այս կանանց բոլորին, ընդգրկված են Հայաստանում հայկական կինոյում ներգրավված կանայք, կադրում եւ կադրից դուրս եւ նաեւ ռուսական եւ արևմտյան կինոյի պատմության մեջ տեղ գտած կանայք, այո, կինոգործիչներ եւ նաեւ դերասաններ, որոնք իդեպ շատ ճանաչված են, հանրաճանաչված կարելի է ասել աշխարհով մեկ։ Ամեն դեպքում ես միավորել եմ բոլորին եւ սկզբում մեր հայ կանայք են, Հասմիկը եւ այդ ամբողջ Օլգա Գուլազյան, Օլգա Մայսուրյան եւ այդ ամբողջ Արուս Ոսկանյան, այդ ամբողջ բույլը հասնում է մինչեւ Տատյանա Մախմուրյանը։ Մախմուրյանը երևի միակն է իրանցից, որ ամեն դեպքում կինոից է սկսել, ոչ թե թատրոնից։ Մյուսները եկել են թատրոնից։ Այդ արդեն դերասանական հմտություններ բեմում ունեցել են։ Բացի դրանից հետո երկու գլուխներում պայմանական անանուն դերեր եւ չերևակված անուններ։ Այստեղ շատ հետաքրքիր է, շատ փոքր անձնական տվյալներ ունեն այդ կանայք առաջինում անանուն դերեր, իսկ երկրորդում ընդհանրապես ոչինչ չկա իրանց մասին, ընդհանրապես մեկ տող, որ խաղացել են այդ դերում եւ այն էլ լուսանկարներ էլ չի եղել։ Ես ֆիլմերից կարողացել ենք ստոպ կադրով հանել, որևէ իսկ այն այլ աղբյուրներ, որոնցից օգտվել եք, հետաքրքիր է։ Հայ ֆիլմի ամբողջ այդ 24-ից մինչև 35 թվականը ներառյալ արխիվները ուսումնասիրել եմ ինչու համար եւ նաեւ դերասանների առումով եւ նաեւ որպեսզի հասկանանք թե կանայք ինչ ընդգրկվածություն են ունեցել առհասարակ այդ շրջանում ընդհանրապես եւ մասնավորապես կինոյում եւ հետաքրքիր է որ մենք 250-ից 300 կին աշխատակիցների ենք հանդիպել այդ արխիվներում ցավալիորեն այդ կանանց մեծամասնության անունները չկա միայն ազգանուն եւ մասնագիտությունից հասկանում ես որ իրենք կանայք են երևի եթե ես չսխալվեմ ասեմ մի 15-20 հոգու անուն կա ընդամենը որոնք աշխատել են հավաքարարից սկսած մինչև մոնտաժող մինչև բեմադրիչ այդ մասնագիտություններով ընդ որում այդ մասնագիտությունները այն ժամանակ ոսկու արժեք ուներ եւ շատ կարեւոր էին մեր կինոարտադրության եւ ֆիլմեր ունենալու համար այսօր դե արդեն 100 տարի
հետո ամեն ինչ տեխնոլոգիաներին ատված նույնիսկ դերասանները կարող են չլինել եւ լինել այո ճիշտն ասած երբ սովորում էի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում հիշում եմ որ շատ այսպես կծկտուր ու քիչ էին տեղեկություններն առհասարակ մի հատ խոսում էինք Համո Բեկնազարյան խոսում էինք Նամուս Խաթաբալա այսպես անցնում առաջ դերասանների մասով նույնպես ասենք ճիրեմ Սիրանույշին անդրադառնում էինք ասում էինք մոմի պես այրվել է անցավ գնաց նմանատիպ գիրք ստեղծելու համար իսկապես տեղեկությունները շատ պետք է դուք այնքան օգտակար գործ եք արել որ օրինակ այս գիրքը կարա ծառայի նաև թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորող ուսանողի համար որովհետեւ հավաքագրել եք այդ բարդագույն տեղեկությունը որը երբեմն մեզ համար դժվար էր գտնել արխիվներն էլ փակ էին ու այդքան ոչ հասանելի Ես ուսումնասիրել եմ մեր Գաթի գրականության եւ արվեստի թանգարանի երկու բաժինների կինոարվեստի եւ թատերարվեստի կանանց մի մասին ես հանել եմ հենց այնտեղից իրենց կենսագրականներ, բայց ես դրան հավելել եմ նաև մամուլը եւ այդ շրջանի գրականությունը, որ գրել են այդ կանանց մասին, ինչպես են խաղացել, ինչ դերեր են խաղացել, ովքեր են եղել իրանք։ Մի քանիսը իրենցից, օրինակ, չէ, Նինայի Մանուչարյան Նինայի մասին գրել է Դանիել Դզնունին, շատ հետաքրքիր կենսագրական էր ու այդ ամբողջ իր գործունեությունը թատրոնում եւ կինոյում։ Ցավոք սրտի նա 35 թվականից հետո վերջին ֆիլմը եղել է Պեպոն, այդ հնչյունային ֆիլմը։ Հնչյունային արդեն մեր ձայնը։ Ինքը հեռացել է կինոյից։ Ինքը նույնպես Տատյանային շատ քիչ, Մախմուրյանին քիչ դերեր են տվել, անհասկանալի ձևով այդ կանայք դուրս են մղվել։ Սա ուսումնասիրության նյութ է եւ հետագայում եթե որևէ մեկը ուզենա նորից անդրադառնալ այս թեմային, կարող է ուսումնասիրել, թե ինչն է եղել պատճառը։ Ուզում եմ նաև նշել, որ այդ անհաղթահարելի խոչընդոտները, որ մենք անունները լիարժեքորեն չկարողացանք դուրս բերել արտադրության մեջ աշխատած կանանց, ցավալիորեն ինչու՞ չէ նաև կինոյում, կադրերում կարող եմ վխտում էին կանայք ֆիլմերում, ցանկացած ֆիլմ, բայց նայում ես 1-2, նույնիսկ եղել են դեպք, որ գլխավոր դերակատարուհու անունը չկա, օրինակ Հանուշ ֆիլմում Արզումանյան, ոնց իմանաս նույնիսկ երաժշտական արխիվները փորփրեցի, մտածեցի, որ կարող է երաժշտական ֆիլմը որպես այդպես նաև կարող է ինչ-որ միտեղ մնացած լինի, այնուամենայնիվ ես ոչ մի բան չգտա, բայց հետաքրքիր էր ինքնին, թե այդ կանայք ինչ նվիրվածությամբ են աշխատել չունենալով կրթություն։ Դե գոնե դերասանուհիները մեծ մասը թատրոնից են եկել, արդեն ինչ որ բաներ ունեցել են, ինչ որ չէ, չափազանց մեծ հմտություններ են ունեցել եւ Բեկնազարյանի եւ մյուս մեր նվիրալների շնորհիվ նրանք այդ հմտությունները այսպես տեղայնացրել են կինոյում։ Չափազանց հետաքրքիր ուսումնասիրություններ ինձ համար եւ մի տեսակ պարտքի զգացումով ես հասկացա, որ պիտի այս գիրքը անեմ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները օգտագործելով։ Տեսեք, դուք տիտանական աշխատանք եք իրականում կատարել, բայց ինձ հետաքրքիր է, այս գիրքը հեղինակելը ձեզ օգնել է որպես լրագրող, թե որովհետեւ սիրահարված եք հայ կինոյին։ Գիտեք, ես ասեմ ձեզ, ես լրագրող եմ իմ մասնագիտությամբ տարիներ շարունակ, բայց մի շրջան եղավ, որ ես սկսեցի հետազոտական աշխատանքներով զբաղվել։ Այդ առաջին գիրքը եղել է 19-րդ դարի հայ կանանց մասին էլի, դա իմ ընկերուհու Անահիտ Հարությունյանի հեղինակած գիրքն է։ Ես աշխատել եմ արխիվներում այդ գրքի համար եւ ինձ համար չեք պատկերացնի ինչ տարածքներ բացվեցին եւ ինչ հետաքրքրություն։ Դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Դու գնում ես ու հայտնաբերում ես մի բան, մի նկար, որ գտնում ես արժեքավոր է, ինչքան ուրախություն է բերում։ Եվ այդ գրքից հետո երևելի Տիկնանց դարը կոչվում էր այդ գիրքը, էլի է կոչվում, եւ շատ հետաքրքիր կանայք ենք մենք ունեցել, եւ այդ գաղափարը երևի այն ժամանակվանից իմ մոտ կար որ անդրադառնալ։ Կանանց, որովհետեւ կանանց մասին տարբեր բաներ են խոսում, չգիտեմ, գենդերային շարժում, չգիտեմ ինչ որ բաներ, բայց իրականում եթե խորանանք ես նաև նշեմ հենց այդ կապակցությամբ, որ գիրքը ունի երկու գիտական, փորձագիտական եզրակացություն, ակնարկներ, մեկը Սիրանուշ Գալստյանինն է,
կինոգիտական մասով Իսկանայիթ Հարությունյանը հենց կանանց հարցերով եւ շատ հետաքրքիր շերտեր ա բացում ինքը եւ նաեւ նախորդ գրքից որ մենք միասին արել ենք մեր կանայք այդ խնդիրը չեն ունեցել երբևիցե եւ սովետական շրջանում երբ որ իրանք մտել են արդեն հայ ֆիլմ աշխատելու այն ժամանակ հայ ֆիլմ չէր պետդուս կինո իրենք խնդիր չեն ունեցել հատկապես սովետը գիտեք ռոպագանդում էր բոլորը աշխատեն կանանց տղամարդկանց հավասարություն բայց այդ հավասարությունը մեր կանայք միշտ էլ ունեցել են որտեղ իրենց ընտանիքների գլխին կանգնած այսպես ասած այդ ամեն ինչը կարողացել են ճկուն ձևով դասավորել իսկ տղամարդիկ էլ հասկացել են որ կանայք եւ իրենց այդ երկուսի միացությունը ինչ առումով մտքի գաղափարի առումով կստեղծի ամուր ընտանիք եւ կստեղծի ամուր պետություն մանավանդ մենք ունեցել ենք ռուսական կայսրության տակ են եղել եւ թուրքական տարբեր ժամանակներ են ապրել եւ կանայք միշտ եղել են օջախը պահողը եւ հենց դրանից էլ բայց միայն դա չէր նաեւ իրենք հասկացան որ այդ ամեն ինչը հետագայում ձեռք բերելու համար պետականություն եւ առանձին անկախություն անհրաժեշտ է լուսավորություն կրթություն եւ այդ կրթական շարժումը արդեն 19-րդ դարի 60, 70, 80-ական սկսվեց, ուզում եմ ասել, որ մեր կանայք շատ լավն են։ Շատ սիրենք։ Իսկ հետաքրքիր է այս պեղումների, այսպես ասած, ընթացքում ուսումնասիրությունների ընթացքում ինչ հետաքրքիր բան կա, որ դες համար բացահայտեցիք ու ապշեցիք եւ հակառակը հիասթափեցնող։ Հիասթափեցնող ոչինչ չեմ տեսել, միայն այն էր, որ արխիվները շատ սակավ էին։ Այսինքն ես ինչ էլ որ անեի չէի կարող այդ լիարժեք ցուցակները։ Իսկ ինչն էր պատճառը, ներողություն, այսինքն չեք գտել պատճառը, ինչու կանանց մասին քիչ է արխիվներում նյութերը։ Գիտեք, այն կանայք, որոնք աշխատել են կադրից դուրս, նաև կադրից ներս էլ։ Չգիտեմ ոնց է ստա, ես չեմ կարող դրա բացատրությունը տալ։ Չեք գտնում դեռ։ Որովհետև դա նշված էլ չի, որ գոնե գրության ձևով ինչ որ բան, դու բացես նայես։ Զարմանալի բան է, էլի, բայց չի անայդ։ Իրանց կարծում եմ դա միտումնավոր չի եղել, պարզապես երևի իրենց աշխատելու ձևն է այդպես եղել։ Գուցե հենց իրենք աշխատողները շատ պահանջատեր չեն եղել, ասեն դե ոչինչ, որ իմանուն չի գրվում կամ դե չեմ կարող ասել, օրինակ գործի մարդիկ են եղել ֆիլմը, որը հետո փակել են։ Այդ Հաշիմ ֆիլմում ես շատ Հասմիկի արխիվը որ նայում էի, գտա լուսանկարներ այդ ֆիլմից, ինքը Արշա Ավանեսովայի հետ էր։ Ավանեսովան ռուսական կինոյի վավերագրողներ է, հենց համր շրջանից սկսած, շատ հետաքրքիր կինո է, ինքը կա գրքում ինքն էլ է ներգրաված այդ ցանկում։ Բայց հետո երբ որ կատալոգը նայում ես, դու տեսնում ես, որ Հասմիկի անունը անգամ չկա այնտեղ։ Չգիտեմ ոնց է եղել։ Այսքան չի էլի այդքան, բայց կարելի է ինչ որ ձևով նորից վերանայել այդ ամեն ինչը։ Այս գիրքը ստեղծելու հեղինակելու համար պետք է բազմաթիվ ֆիլմեր դիտել։ Կա մի ֆիլմ, որ ամենատպավորիչն է ձեզ համար եւ ամենասիրելի։ Ես շատ սիրում եմ Նինո Մանուչարյանին։ Ինձ համար ինքը անկրկնելի է իր դիմախաղը եւ այդ վատ դերերը չար եւ բանում Չարբուքիում եւ Ղուլը ֆիլմում, որը էլի արգելված է եղել։ Իդեպ շատ հետաքրքիր բան է, Ղուլի պատճեններ ուղարկել են ամբողջ սովետական միություն, Հայաստանում գտել են, որ դա ամբարո է, որտեղ հասարակական հետ կապված եւ փակել են ամբողջ սովետական միությունը։ Ցուցադրվել է, բայց բացի Հայաստանից։ Լավ է։ Փոքր կտոր էր, բայց հետո ես մեծն էլ գտա, հետաքրքիր է։ QR կոդ ունի ինքը, ես հավաքել ասել Գրիգորյան, այդ հետևում, այդ տեսաշարը կանոնց կերպարներն են բոլորը եւ ինչ ունենք էլ եւ լուսանկարների հարուստ Իսկ ինչպես է արձագանքը, այ հետաքրքիր է դա եւս, որ եւ որտեղից կարող են, ինչպես է արձագանքը նաեւ կան, օրինակ ասենք մարդիկ ովքեր որ իմացել են կապնվել են ժառանգներ եւ այլն, էլի այս ամեն ինչի հետ կապված։ Ուզում էի դա ասել, Երանուհի Ադամյանի ժառանգներից, Նազարեթյան, լավ չեմ հիշում տղայի ազգանունը, Գեորգի։ Ինքը գտավ, զանգեց ինձ, մոտեցավ, խնդրեց, հետո ահագին տվյալներ ասեց Երանուհուն ասել։ Նաեւ նյութեր տվեց։ Այո, ես կինոաշխարհում, իսկ նաեւ կինոաշխարհ.am-ի խմբագիրն եմ եւ համահիմնադիրներից մեկը, եւ ես նյութ միանգամից պատրաստեցի ու դրեցի այնտեղ,
շատ հետաքրքիր արձագանք ունեցա եւ կարծում եմ շատ ուրախ կլինեն, որ այդպիսի արձագանքներ լինեն, որտեղ հետագայում շատ հնարավոր է, որ նորից վերահրատարակվի գիրքը, արդեն ավելի նոր նյութերով, ավելի ավելացված է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե իհարկե դուք ունեք այնպիսի բարեկամներ, ժառանգներ, ովքեր որ իրենց նվիրումն են բերել հայ կինոյին եւ կան այնպիսի նյութեր, որոնք որ կարող եք իհարկե կապնվել եւ հանձնել, խնդրեմ, այսինքն այս կարևոր աշխատանք է, որը որ անվերջանալի է։ Ձեզ իրականում շատ մեծ շնորհակալություն այս աշխատանքի համար, որովհետև հավատացեք, այն բոլոր մարդիկ, ովքեր առնչվում են կինոյի հետ կամ չեն առնչվում, պարզապես սիրում են, սա իրանց համար մի հատ շատ մեծ նվեր է, հավաքագրած տեղեկություններով ու ինչու ոչ նոր բացահայտումներով։ Գիրքը որտեղ է կարող են ձեռք բերել։ Կարծեմ էպիգրաֆում կա։ Արդեն էպիգրաֆում կա եւ հասանելի է։ Դե ինչ համր կինոյի խոսում կանայք, սիրելի հեռուստադիտողներ, շատ հետաքրքիր զրույց էր, իսկապես ու շատ կարեւոր աշխատանք եք կատարում, թե որպես լրագրող եւ թե որպես հեղինակ։ Ձեզ նորանոր բացահայտումներ ենք մաղթում։ Մենք էլ շատ մեծ սիրով եթերում կլուսաբանենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս ձեր օրը կիսելու համար։ Դե ինչ, մեր հյուրն է Ռուզաննա Բագրատունյանը եւ խոսեցինք համր կինոյի խոսում կանանց մասին, իսկ այս պայն առաջարկում ենք մենք էլ գնանք տեղեկությունների հետևից ու գնանք մեր կատու տեղեկատու։ Մի շատ հետաքրքիր բան հիշեցի, մի 2 տարի առաջ անայդ ինձ իմ ընկերները խորհուրդ տվեցին կարդալ մի հետաքրքիր գիրք Պատերազմը կնոջ դեմք չունի։ Սվետլանա Ալեքսեևիչ, որը որ Նոբելյան մրցանակի արժանացել իդեպ եւ երկրորդ համաշխարհային պատերազմում շատ հետաքրքիր գիրք է խորհուրդ կտամ անպայման ուսումնասիրիր այն բոլոր կանանց մասին, ովքեր որ մեծ նշանակություն են ունեցել եւ կռվել են կողք կողքի, ամեն ինչ արել են մի խոսքով եւ էլի նորից սա եւս նմանատիպ, այսինքն կինոարվեստի մեջ մեծ պատերազմ, այսինքն մղող կանանց մասին է։ Արի ուտես, որ ամեն տեղ էլ կինը ունի իր ուրույն դերն ու նշանակությունը եւ որին պետք է արվի անդրադարձան շուրջ։ Եվ վերջո մոլորակը պտտվում է կանանց շուրջ եւ աշխարհը ղեկավարում են տղամարդիկ, իսկ նրանց կանայք։ Իսկ այս պայն մեր մոլորակը պտտվում է դեպի կատու տեղեկատու գնացինք։ Գիտեք, որ Beatrice Straight-ը ցանց ֆիլմում հայտնվում է ընդամենը 5 րոպե եւ 2 վայրկյան, ինչն այն դարձնում է Օսկարի մրցանակի արժանացած ամենակարճ դերը։ Այսօր մենք խոսելու ենք այն երևույթի մասին, որը կարող է մեզ տեղափոխել ցանկացած ժամանակ եւ վայր, ծանոթացնել հերոսների հետ եւ նրանց հետ ավելի մտերմացնել։ Ամեն ինչ սկսվեց 1895 թվականին, երբ հայտնի լուսանկարիչ Լուի եւ Օգյուստ Լումիեր եղբայրները առաջին հանրային ֆիլմի ցուցադրությունն անցկացրեցին Փարիզի Կապուսինների բուլվարում գտնվող Grand Café-ում։ Նրանք ներկայացրեցին մոտ 1 տասնյակ 5 վայրկյան տեղողությամբ տեսանյութեր։ Առաջին ֆիլմը, որից հանդիսատեսը ուղակի սարսափ է ապրել, դա եղել է գնացքի ժամանումը Լազյուտա կայարանում ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Երբ գնացքը մոտեցել է իրենց, մտածել է, որ դա իրականություն է, ոմանք ուղակի բարձր գոռալով փախչել են այնտեղից։ Իսկ առաջին ֆիլմը համարվում է Roundhay Garden տեսարանը, որը այդ ամենից 7 տարի առաջ 1888 թվականին ստեղծել է մեկ այլ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Լեպրենսը։ Լեպրենսը այն մարդն էր, որը կարողանում էր գունավոր լուսանկարներ կիրառել մետաղի եւ կերամիկայի վրա։ Եվ իր փորձերի ընթացքում նա ստեղծեց մի անհավանական բան՝ տեսախցիկ, որն ընդունակ է ֆիքսել շարժումները։ Լեպրենսը արդեն տեսնում էր իրեն որպես նոր արվեստի հայր։ Արևմուտքում իր զարգացումները խթանելու համար նա երկքաղաքացիություն ստացավ՝ ֆրանսիական եւ ամերիկյան։ Նա նաև ցանկանում էր հանդիպել գյուտարար Թոմաս Էդիսոնի հետ, որը այդ ժամանակ գտնվում էր Փարիզում։ Այդ իսկ պատճառով Լեպրենսը նստեց Դիժոն-Փարիզ գնացքը, որը գնաց առանց կանգ առնելու։ Սակայն դրա փոխարեն Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանել է դատարկ կուպե։ Բարձրահասակ տղամարդ ակնհայտորեն չէր կարող պարզապես անհետանալ կամ կորչել ամբողջի մեջ։ Այս հարցի շուրջ բազմաթիվ վարկածներ կային, բայց դրանից ամենահավանականը այսպես կոչված պատենտների պատերազմն էր։ Թոմաս Էդիսոնը վերացրեց իր մրցակցին, բայց պատմությունն այսքանով չի ավարտվում։ Լեպրենսի որդին նույնպես մեկնեց Թոմաս Էդիսոնի հետ հանդիպման իրավիճակը պարզելու նպատակով, եւ նրա ժամանելու հաջորդ օրը նա սպանվել էր իր հյուրանոցի համարում, որը ներսից կողպված էր։ Հիմնական ապացույցը, որ սա Էդիսոնի ձեռքի գործն է, համարվում է նրա արած գրառումը, որտեղ նա աղոտ կերպով հայտնում է, որ ոմն Էրիկը կատարել է իր գործը եւ պրինցը այլևս չկա։ Այս ամենը շատ կասկածելի է հնչում։ Կառավարության ներդրումների եւ առողջ մրցակցության շնորհիվ կինոն դարձել է արվեստի շատ եկամտաբեր ձև։
Թոմաս Էդիսոնը, որը հայտնի էր առաջին լամպերից մեկի հայտնագործմամբ, իսկական մենաշնորհ էր, որը ակտիվորեն կանխում էր մրցակիցների առաջացումը։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ հենց այս մարդն է դարձել ԱՄՆ-ում կինոխցիկի առաջին եւ գլխավոր ստեղծողը։ Նա նպատակ ուներ շահույթ ստանալ երկրի ողջ կինոարտադրությունից։ Էդիսոնին հաճախ անվանում են պատենտների արքա։ Այս անունը նա ստացել է այսպես կոչված պատենտների պատերազմի արդյունքում։ Ընդհանուր առմամբ նա ստացել է 1093 պատենտի իրավունք ԱՄՆ-ում եւ մոտ 1200 այլ երկրներում։ Այնուամենայնիվ իր պատենտների շատերը նա չէր ստեղծել, բայց նույնիսկ մենաշնորհներն ունեն իրենց խոցելի կողմերը։ Երբ այլընտրանքների չնչին հնարավորություն է հայտնվում, նրանք չեն կարողանում դիմադրել։ Կինոռեժիսորները սկսեցին շարժվել Նյու Յորքից եւ Չիկագոյից դեպի Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափ։ Պատճառն կլիման էր, որը հնարավորություն էր տալիս առանց արհեստական լույսի ֆիլմեր նկարահանել ամբողջ տարի։ Սա իր հերթին դարձնում էր կինոարտադրությունն ավելի հասանելի։ Այսպիսով Կալիֆոռնիան դարձավ զվարճանքի արտադրության կենտրոնը։ Կալիֆոռնիայում ի հայտ եկած անկախ ընկերությունները իսկական պատերազմի մեջ մտան Էդիսոնի մենաշնորհի հետ։ Հոլիվուդի հիմնադիրներից շատերը եղել են էմիգրանտներ, որոնցից շատերը հրեաներ էին։ Այդպիսի էմիգրանտներից մեկը Սամուել Գոլդֆիշն էր, որը Ամերիկայում վերցրել էր Goldwyn անունը։ Հետագայում նա հիմնեց Goldwyn Pictures-ը, որի լոգոյում պատկերված էր հայտնի մռնչացող առյուծը։ Քիչ անց Goldwyn-ը միացավ ռուսական կայսրությունից մեկ այլ էմիգրանտ Լազար Մայերի ընկերության հետ, ով Ամերիկայում հայտնի դարձավ որպես Լուի Բարտ Մայեր։ Ահա թե ինչպես է ստեղծվել Հոլիվուդի ամենահաջողակ կինոընկերությունը Metro Goldwyn Mayer-ը։ Իդեպ, հենց Լուի Բարտ Մայերն է 1926 թվականին հնչեցրել Օսկարի մրցանակաբաշխության գաղափարը։ Հաջող արտագաղթի մեկ այլ վառ օրինակ էին Յոսիֆ եւ Նիկոլայ Շեյկեր եղբայրները, որոնք ավելի հայտնի են Շենք ազգանունով։ Նիկոլաս Շենկը ղեկավարում էր Metro Goldwyn Mayer-ը մինչև 1960-ականները, իսկ Ջոզեֆ Շենկը հայտնի դարձրեց 20-րդ դար Fox ստուդիան։ 10 տարի անց խոշոր կինոստուդիաները եւ մեդիա հսկաները սկսեցին ակտիվորեն զբաղվել ֆիլմերի արտադրությամբ, տարածմամբ եւ ցուցադրմամբ։ Նրանք ստեղծեցին այսպես կոչված մեծ հինգյակը եւ Էդիսոնին աստիճանաբար դուրս մղեցին շուկայից։ Արդյունքում Գերագույն դատարանի որոշմամբ Թոմաս Էդիսոնի բոլոր պատենտները չեղյալ ճանաչեցին, քանի որ նրանց ժամկետը լրացել էր։ Անկախ կինոստուդիաները վերածվեցին խոշոր մեդիա կորպորացիաների, որոնք կարողացան գտնել հեռուստադիտողների ուշադրության գրավելու միջոց։ Այդ միջոցը ֆիլմերի արդյունքում դարձած աստղերն էին։ Չարլի Չապլինի կատակերպությունները գրավեցին հսկայական բազմություն, եւ դա օգնեց պրոդյուսերներին հասկանալ, որ հենց աստղերի վրա նրանք պետք է ապավինեին։ Արդյունքում ծնվեց հարաբերությունների մի համակարգ, որի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հոլիվուդում ծնված այս համակարգը հետագայում տարածվեց շոու բիզնեսի, ռադիոյի, հեռուստատեսության, սպորտի եւ նույնիսկ քաղաքականության մեջ։ Ստուդիաներն ընտրում էին տաղանդավոր երիտասարդ դերասանների եւ զրոյից նրանց համար ստեղծում էին կերպարներ, բայց ոչ թե դերասանական, այլ իրական կյանքի կերպար։ Աստղերից պահանջում էր ապրել մշակված պատկերին համապատասխան։ Աղջիկները օրինակ պետք է չափազանց կանացի լինեին եւ նրանց արգելվում էր տանից դուրս գալ առանց դիմահարդարման եւ ոճային հագուստի։ Տղամարդկանց հետ նույն պատմություններ։ Նրանց դարձրեցին ջենտլմեններ, որոնց ապրելակերպը պետք է համապատասխաներ կերպարին։ Գործակալներն ու հասարակության հետ կապերի մասնագետները խնամքով դարձրել են այն տեղեկությունները, որոնք կարող են վնասել աստղի կերպարին։ Դերասաններն անմիջապես դարձան նոր էլիտա։ Նրանք ունեին անձնական անվտանգության աշխատակիցներ, անձնական մեքենա եւ նույնիսկ կեղծ հանդիպումներ պապարացիաների հետ։ Այդ ժամանակ դերասանները հսկայական աշխատավարձներ էին ստանում։ Օրինակ 1914 թվականին Չարլի Չապլինը ստանում էր շաբաթական $150, իսկ 1 տարի անց $1500, իսկ 10 տարի անց շաբաթական $10,000 պլյուս $150,000 պայմանագրի համար։ Դրանից ընդամենը 20 տարի առաջ ֆիլմերը նույնիսկ չէին նշում կատարողների անունները, հաճախ իրենց իսկ խնդրանքով։ Դերասանները ամաչում էին իրենց թատերական գործընկերներից, քանի որ այն ժամանակ կինոն համարվում էր անորակ արվեստի տեսակ, որը ուղղված էր անկիրթ աշխատողներին։ Ինչպես կարող եք կռահել, այս համակարգում մի մեծ թերություն կար։ Դերասանները ինչ-որ պահի իրենց սկսեցին անձեռնամխելի զգալ։ Հենց այս մթնոլորտում է ծնվել cancel culture հասկացողությունը, որը հասարակությունից կամ մասնագիտական համայնքից դուրս մնալու ժամանակակից ձև է։ Օրինակ Քևին Սպեյսին իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից է եւ 2 Օսկարի դափնեկիր, սակայն 2017 թվականին նրա կարիերան կտրուկ ավարտվեց, երբ նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակական ճնշման հետևանքում Netflix-ը անմիջապես դադարեց իր համագործակցությունը դերասանի հետ։ Ավելի ուշ դատարանն արդարացրել է դերասանին, սակայն նրա կարիերան եւ հեղինակությունը վերականգնելը գրեթե անհնար է դարձել։ Հասարակությունն արդեն կայացրել է իր վճիռը։ Գործը դարձել է չեղյալ մշակույթի ամենաքննարկվող օրինակներից մեկը։ Մի երևույթ, երբ անձը կորցնում է իր կարիերան եւ հանրային աջակցությունը մեղադրանքների պատճառով։ Մեկ այլ օրինակ, թե ինչպես կարող է կինոն բարելավել կյանքը, նրա ազդեցությունն է ոչ միայն առանձին տարածաշրջանի, այլև ամբողջ երկրների տնտեսության
վրա։ Օրինակ Նոր Զելանդիան միլիոնավոր դոլարներ է վաստակում Փիթեր Ջեքսոնի Մատանիների տիրակալ ֆիլմի շնորհիվ։ Նկարահանումներից հետո մնաց մի ամբողջ քաղաք բոլոր դեկորացիաներով, որը դարձավ իսկական բացօթյա թանգարան։ Առաջին ֆիլմից հետո ընդամենը մի քանի տարի անց Նոր Զելանդիայում զբոսաշրջության թիվը աճել է 20%-ով, եւ դա չի դադարում Հոբիտ ֆիլմից հետո։ Նոր Զելանդիայի պաշտոնյաները խոստովանում են, որ Մատանիների տիրակալը դարձել է իրենց երկրի լավագույն անվճար գովազդը, բայց ամենազարմանալի պատմությունը իմ կարծիքով կապված է Լարիսա Սավիցկայայի հետ։ 1981 թվականին Ամուրի շրջանում սարսափելի ավիավթար է տեղի ունեցել։ 5000 կիլոմետր բարձրության վրա մարդատար ինքնաթիռը բախվել է ռմբակոծչին։ Սավիցկայայի ընտանիքը վերադառնում էր Մեղրամսից։ Լարիսա Սավիցկայան զգաց ուժեղ հարված եւ մրսածություն։ Նա հասկացավ, որ ինքնաթիռը ընկնում է, սակայն չկորցրեց իրեն եւ հիշեց մի դրվագ իտալական հրաշքները դեռ տեղի են ունենում ֆիլմից։ Այս ֆիլմում հերոսուհին ընկնելով անտառ 10 օր անցկացրեց ջունգլիներում, շարժվելով ջունգլիների միջով դեպի մարդկություն։ Լարիսա Սավիցկայան հիշել էր միայն այն պահը, երբ հերոսուհին ավիավթարի ժամանակ, այսպես ասած, կծկվել էր աթոռի վրա եւ փրկվել էր։ Նույնը արեց Լարիսա Սավիցկայան։ Ինքնաթիռում գտնվող 50 ուղեկիցներից միայն նա էր ողջ մնացել։ Եվ եկեք չմոռանանք, որ կինոն մեզ սովորեցնում է երազել, եւ եթե անգամ ֆիլմի ավարտը տխուր է, կյանքը միևնույն է շարունակվում է։ Այսպիսով լույս է, կամերա, մատոր։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող, օրդ բարին իր աշխատանքը շարունակում է, իհարկե արդեն ավարտում ենք եւ այսօր հետաքրքիր եթեր մենք ուսումնասիրեցինք այնպիսի մի հետաքրքիր աշխատանք, որը որ նվիրված էր կինոարվեստում իրենց ավանդ, իրենց նվիրումը բերած կանանց։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ կանայք երկիրմորակի շարժիչ ուժն են, այնպես որ շատ գնահատեք ձեր մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին, մեզնից շատ բան է կախված։ Այո, սիրեք կանանց, որովհետեւ նրանք մեզ իհարկե կյանք են նվիրում։ Այսօրվա համար նախատեսնենք այսքանը, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին առայժմ։ Լավ օր։